Տասնամյակներով կառուցված տնտեսական հեղինակությունը, միջազգային վարկային վստահությունը եւ Պարսից ծոցի ամենազգայուն կետերից մեկի Հորմուզի նեղուցի շուրջ ձևավորված ռազմավարական հաշվեկշիռը վերջին ամիսներին հայտնվել են լուրջ հարվածի տակ։ Տարածաշրջանային լարվածության, հատկապես Իրանի գործողությունների հետևանքով Արաբական Միացյալ Էմիրությունները ոչ միայն ֆինանսական վնասներ են կրել, այլ նաեւ կասկածի տակ է հայտնվել տարիներով ձևավորված անվտանգության եւ տնտեսության կայունության մոդելը։ Նավթի համաշխարհային առևտրի գլխավոր զարկերակներից մեկը Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը շուկան կանգնեցրել է նոր ցնցումների առջև, ստիպելով Էմիրություններին վերանայել իրենց դերը ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային էներգետիկ քաղաքականության մեջ։ Աբու Դաբին աստիճանաբար փորձում է հրաժարվել այն մոդելից, որտեղ նավթի արտադրության ծավալները, արտահանման սահմանափակումները եւ գների քաղաքականությունը որոշվում են բազմակողմ ճնշումների ներքո։ Էմիրությունների համար սա պարզապես տնտեսական որոշում չէ, այլ ինքնիշխանության հարց։ Տարիներ շարունակ լինելով գլոբալ էներգետիկ համակարգի առանցքային դերակատարներից մեկը, այժմ ձգտում է ոչ թե հետևել սահմանված կանոններին, այլ մասնակցել դրանց ձևավորմանը։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի գնահատմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների հնարավոր ավելի ինքնուրույն վարքագիծը OPEC-ից կամ OPEC+ ձևաչափից դուրս պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես անկախանալու քայլ, այլ նավթի գնագոյացման գլոբալ պայքարի համատեքստում։ Գները նավթի ձևավորումը հիմնական Լոնդոնի եւ Նյու Յորքի բիրժա են։ Եվ դա դուրս է արաբների վերահսկողությունից, այսինքն այս նպատակները վերահսկողության վրա, այդ գործընթացի վրա ինչ որ ձևով ազդել։ Հիմա Միացյալ Նահանգները տարիներ շարունակ, եթե ոչ տասնամյակներ, մի ձգտել է քանդել OPEC-ը, որտեղ ինքը նույնիսկ տարիներ առաջ հատուկ օրենք ընդունեցին, կոչվում էր անտի-OPEC։ Աբու Դաբիի որոշումը շատ փորձագետներ դիտարկում են որպես Էմիրությունների պատմության ամենակարևոր ինքնիշխան քայլերից մեկը, երբ պետությունը հրաժարվում է արտաքին թելադրանքից եւ ընտրում սեփական ռազմավարական ուղին։ Նպատակը պարզ է՝ նավթի գինը, արտահանման ծավալները եւ շուկայական քաղաքականությունը որոշել ազգային շահերից ելնելով։ Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս գալ OPEC-ից ինչ որ առումով ձեռք է տալիս հենց Միացյալ Նահանգների, որովհետեւ սա նշանակում է, որ նավթի արդյունահանումը այլևս քվոտավորված չի լինի, գոնե Էմիրությունների հետ կապված, ինչը նշանակում է նաև փորձել նավթի գները արաբական երկրների համար ընդունելի միջին կամ միջինից բարձր փայլ, ասեն էլ ավելի դժվար կա։ Սակայն OPEC-ի ճգնաժամը չի սկսվել Իրանի հետ վերջին լարվածությունից հետո, դեռ ամիսներ առաջ կազմակերպությունը կանգնել էր ներքին լուրջ խնդիրների առջև։ Վենեսուելայի շուրջ զարգացումները, Նիկոլաս Մադուրոյի շուրջ միջազգային ճնշումները եւ ներքին անկայունությունը հարվածեցին կազմակերպության ամենահին եւ խորհրդանշական անդամներից մեկին։ Որպես OPEC-ի հիմնադիր երկրներից մեկը, Վենեսուելայի թուլացումը նաեւ քաղաքական հարված էր ամբողջ կառույցին։ OPEC-ը փորձում է միշտ քվոտավորել նավթի արդյունահանումը, որտեղ շատ նավթի արդյունահանումը միշտ բերում է նավթի գների անկմանը, որը շատ դեպքերում արդարացված չի OPEC-ի տեսակետից։ Հետևաբար հիմնական խնդիրն է, որ այդ քվոտավորումները միշտ չէ որ պահում են, կամ միշտ չէ որ դա աշխատում է։ Միաժամանակ խնդիրներ կային նաև այլ անդամ պետություններում՝ Լիբիայի անկայունությունը, Իրաքի ներքին ճգնաժամերը, Իրանի նկատմամբ ճնշումները, Նիգերիայի արտադրական խնդիրները։ Այս ամենը միասին աստիճանաբար թուլացնում էին այն միությունը, որը տարիներ շարունակ վերահսկում էր համաշխարհային նավթային շուկայի ռիթմը։ Վերջին 4 ամիսները փաստացի ցույց տվեցին, որ OPEC-ը կանգնած է ոչ միայն տնտեսական, այլև ինստիտուցիոնալ ճգնաժամի առջև։ Փորձագետի խոսքով հիմնական խնդիրը միշտ եղել է արդյունահանման քվոտաների պահպանումը, երբ անդամ երկրները չեն հետևում այդ սահմանափակումներին, ամբողջ կառույցի ազդեցությունը նվազում է։ Չպահպանելու հիմնական պատճառը այդ երկրների նկատմամբ հատկապես ամերիկյան ազդեցությունն է, որը միշտ պայքարել է OPEC-ի դեմ որպես կառույցի։ Սոցիալարաբական երկրների համար նավթը երբեք միայն տնտեսական ռեսուրս չի եղել, այն միշտ փոխկապակցված է եղել անվտանգության համակարգի հետ, որի առանցքում տասնամյակներ շարունակ եղել են Ամերիկայի երաշխիքները։ Փոխադարձ պայմանավորվածությունը պարզ էր՝ էներգետիկ կայունություն անվտանգության դիմաց։ Այդ երաշխիքները վաղուց արդեն չկան, իսկ վերջին պատերազմը Իրանի հետ ընդհանրապես, ասեմ, վերջին մեխն էին, այդ իրենց դագաղի, դուք գիտեք ժամանակին կար կնքված պայմանագիր, որ ծոցի երկրները նավթ վաճառում են միայն դոլարով։ Հիմա Չինաստանի ակտիվությունը բերել է նրան եւ նաեւ BRICS անդամ երկրները, որոնք սկսել են նաեւ նավթը գնել ոչ դոլարով, այլ սեփական արժույթով։ Սակայն վերջին պատերազմը ցույց տվեց, որ այդ համակարգում առաջացել են լուրջ կասկածներ։ Արաբական մի շարք երկրներում աճել է թերահավատությունը։ Արդյոք Վաշինգտոնը նույն չափով պատրաստ է պաշտպանել իր ավանդական գործընկերներին, որքան նախկինում։
Այս ֆոնին Էմիրությունների նավթային անկախության ձգտումը միայն տնտեսական հաշվարկ չէ, այն նաև անվտանգային դիվերսիֆիկացիայի փորձ է։ Խոսքը Միացյալ Նահանգների անվտանգության հովանոցից դուրս գալու մասին չէ, այլ ավելի չեզոք եւ բազմակողմ դիրքավորման, երբ պետությունը փորձում է չկապել իր գոյաբանական անվտանգությունը միայն մեկ կենտրոնի հետ։ Այս պատերազմները իրենք հասկացան, որ ամերիկյան բազաները իրենց ոչ թե անվտանգություն են ապահովում, այլ շատ ավելի դեպքում այդ վտանգը դրանցից է գալիս, որովհետև սպառնալով Իրանին, իրենք նաև հարվածն է ստանում այդ բազաների ուղղությամբ եւ նաև հենց իրենց պետությունների ուղղությամբ։ Եթե նախկինում ՕՊԵԿ-ը համարվում էր նավթային աշխարհի անսասան կենտրոնը, ապա այսօր այդ համակարգը վերաձևավորվում է հենց ներսից։ Էմիրությունների քայլը կարող է դառնալ նախադեպ, ցույց տալով, որ նավթ արտադրող երկրները այլևս պատրաստ չեն ենթարկվել հին պայմանավորվածություններին։ Իսկ եթե նավթի գինը դառնում է ինքնիշխան որոշման գործիք, ապա հաջորդ քայլը կարող է լինել նաև անվտանգային ինքնուրույնությունը։ Մերձավոր Արևելքում սկսվում է ոչ միայն նավթի, այլև ազդեցության նոր բաժանում։